2025 թվականի սկիզբը նշանավորվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործակցության հաստատմամբ։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում 2024 թվականի պետբյուջեի կատարման նախնական քննարկման ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործակցությունից զատ նկատվում է, որ նոր վարչակազմը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմամբ։ Եվ մենք եւ Միացյալ Նահանգների վարչակազմը եւ ինչպես նաեւ շատ այլ գործընկերներ աշխարհում համարում ենք, որ իրականում պատմական հնարավորություն կա Հարավային Կովկասում ունենալ այդ խաղաղությունը, կա հնարավորությունների բավականին լայն պատուհան։ Նրա գնահատմամբ խաղաղության օրակարգի առանցքում մնում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը։ Միրզոյանը հիշեցրել է տարվա ընթացքում կայացած մի քանի բարձր մակարդակի հանդիպումների մասին, այդ թվում Անտալիայում եւ Տիրանայում։ Նախարարը կարևորել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը, նշելով. Հայաստանը հայտարարեց եւ այսօր էլ հայտարարում է, վերահաստատում է, որ մենք պատրաստ ենք րոպե առաջ սկսել խորհրդացություններ որոշելու ստորագրման օրը, տեղը։ Միրզոյանի խոսքով ադրբեջանական կողմը շարունակում է առաջ քաշել նախապայմաններ, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Հայաստանը նրա խոսքով դեմ չի այդ օրակարգին, բայց առաջարկում է դա իրականացնել խաղաղության փաստաթղթի ստորագրմանը զուգահեռ։ Երբ որ կլինի ինստիտուցիոնալիզացված խաղաղություն, իսկ ես այս տերմինի տակ նկատի ունեմ ստորագրված, փաստաթուղթ խաղաղության հաստատման եւ ըստ էության թղթի վրա նաեւ կոնֆլիկտը կավարտվի, տրամաբանորեն հարկ չլինի ունենալ այս կոնֆլիկտին վերաբերող որևէ կառույց միջազգային հարթակներում։ Նախարարը խոսել է նաև Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, անցյալի քաղաքական որոշումների եւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին։ Նա նշել է, որ նախկինում ստատուս քվոյի արհեստական պահպանման փորձերը չեն կարողացել ապահովել կայունություն եւ անվտանգություն։ Հայաստան խմբակցության դաշնակցական падգամավոր Արթուր Խաչատրյանի հարցինի պատասխան Միրզոյանը նշել է. Առաջի հարցը այսպես կոչված խաղաղության պայմանագրի գործընթացի մասին։ Դու դա նկարագրեցիք որպես մեծ ձեռքբերում, թշնամու խմբագրության հետ համաձայնվելը, չգիտեմ ինչու եք համարում մեծ ձեռքբերում, բայց եւ այնպես, ինչի ենք մենք դրա մասին իմանում թշնամուց, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունից։ Արտգործնախարարությունից իմանում ենք 2 ժամ հետո։ Թշնամու հետ պայմանագիր։ Նախ պարոն Խաչատրյան, ես ձեզնից միշտ ստացել եմ որպես շատ կիրթ եւ տրամաբանող մարդու տպավորություն եւ չեմ կարծում, որ ձեր համար գաղտնիք է, որ խաղաղության պայմանագիր բոլոր ժամանակների, բոլոր ժողովուրդների պատմության մեջ խաղաղության պայմանագիր կնքել են թշնամու հետ, հակառակորդի հետ։ Բայց ես ավելի առաջ գնամ, կանխած գալով մեր եւ ձեր միջև արդեն քիչ-քիչ ծավալվող կռիվը։ Լավ ավանդույթների համաձայն։ Այս մասին ով խոսա, պարոն Խաչատրյան, գոնե դուք պիտի չխոսաք։ Եվ ես կարող եմ ասել ինչու։ Դուք ներկայացնում եք մի քաղաքական ուժ, որը 1918-20 թվականներին ինչքան ուժ ուներ, ինչքան հնարավոր էր վատ պայմանագրեր կնքեց։ Նա նաև նշել է, որ չնայած խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված չէ, բայց համաձայնեցված տեքստը նպաստում է Հայաստանի անվտանգության մակարդակի որոշակի բարձրացմանը։ Նախարարը նաև ներկայացրել է արտաքին գործերի նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը։ Ըստ նրա սկզբնական տարբերակով հաստատված 17.1 միլիարդ դրամը հասել է 27.8 միլիարդի, փաստացի ծախսերն էլ կազմել են 27.4 միլիարդ դրամ։ Բյուջեն 98.8%-ով կատարվել է։ Միրզոյանի խոսքով բյուջեի աճը հիմնականում պայմանավորված է դիվանագիտական ներկայացուցչությունների համար նոր շենքերի ձեռքբերմամբ։ Ընդհանուր առմամբ օտարերկրապետություններում թվով 64 դիվանագիտական ներկայացուցչություններից 20 ծառայական շենքեր հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականություն, 6 շենքը նվիրաբերված են բարերարների կողմից, 2-ը փոխադարձության սկզբունքով, 1-ը դեսպանատան պետության կողմից է հատկացվել, 11 շենք ձեռք է բերված Հայաստանի պետական բյուջեից։ Բացի այդ, եւս 13 շենք տրված է անհատույց օգտագործման տարբեր կազմակերպությունների կողմից, մնացած 31-ը վարձակալվում են մեր կողմից։ Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին, նշելով, որ չնայած պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, երկխոսությունն ակտիվ է եւ համակարգված։ Չունենալով դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ, մենք ունենք շատ ավելի ակտիվ եւ գործուն երկխոսություն, քան բազմաթիվ երկրներ, որոնք իրար հետ ունեն դիվանագիտական հարաբերություններ, անշուշտ
իրավացի կլինի որևէ մեկը, եթե ասի, որ պետքա ժամանակն ավաղուց արդեն, որ այդ երկխոսությունը շոշափելի արդյունքներ ունենա գետնի վրա, ես եթե որևէ մեկ այդպիսի բան ասի, ինքս կհամաձայնվեմ, իհարկե այդ երկխոսությունը շատ տևական ժամանակ եւ շատ դրական հունով զարգացել է, բայց նաև վերջնարդյունքն իհարկե կան միջանկյալ արդյունքներ, բայց վերջնարդյունքները տեսնելու ժամանակն է։ Միրզոյանը հայտնել է նաև, որ Հայաստանը 2024 թվականին չի վճարել հավաքական անվտանգային պայմանագրի կազմակերպության անդամավճարը, քանի որ սառեցրել է մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին։ Ըստ նախարարության տվյալների Հայաստանը 2024 թվականին փոխանցումներ է կատարել 101 միջազգային կազմակերպության, իսկ ընդհանուր անդամակցության շրջանակը ներառում է 110 կառույց։ Միջազգային գործակցության ծախսերը կազմել են շուրջ 1.6 միլիարդ դրամ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։